Այսօր ինչ եք պահանջում։ Ազատություն, արտարություն։ Պահանջում եմ ազատություն Սամվել Կարապետյանին։ Իմ հայրենակից, իմ բարեգործ Սամվել Կարապետյանին ազատություն։ Ազգային իշխանությունը բռնադատված է թուրքականի կողմից եւ մեր ժողովուրդը մինչեւ հիմա ուշքի չի գալիս ու 8-րդ տարին է հանդուրժում է այս թուրքի լամուկների իշխանությունը։ Մարդուն ձերբակալել են առանց հանցագործության։ Մարդը ոչինչ չի արել, մարդուն ձերբակալել են։ Մարդը արել է երևի այս երկրում այս ժողովրդի հանդեպ բարեգործություն անելը կոչվում է հանցագործություն։ Սամվել Կարապետյանը շատ լավ մարդ է, ազգին պաշտպան մարդ է, բարերար մարդ է։ Չի կարելի դենց վերաբերվել։ Այդ մարդը ամեն ինչ արել է, որ եկեղեցին պաշտպանի ու հայ ժողովրդի պատի վեր պայի։ Անիմաստ պայում են իրան։ Այդենց բարերար մարդը լամոտ է զգում, որ պայում է իշխանությունը դրան։ Այդենց բան вообще պետք չի անել։ Սա ոնց որ չգիտեմ, իշխանությունը իրանց ծեր է առնում, ինչ անում չգիտեմ։ Ինքը նենց մարդ է, որ սաղը միշտ օգնել է։ Պիտի ազատ արձակեն իրա։ Դա մար եկել են, որ իրան ազատեն։ Հայաստան չեն ընդունում այդ ձևի մարդկանց, այդ ձև ճիշտն այդ ձևի է։ Իրանք սովոր են, որ դիգան նստեն հերնիկները գարդոտ, նստեն վզիրանց, թալնեն, ժողովրդը մինչև վերջի կոպեկը տանեն, այդ ձևի են այդ մարդիկ ապրում։ Այդ ձևի են ապրում իրան։ Ձեզ ինչու է այս ամենն արվում։ Որտեղ ռեժիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չի հանդուրժում որևէ այլակարծություն Հայաստանի Հանրապետություն։ Պարզ հետապնդում է Սամվել Կարապետյանը հանցագործություն չի արել եւ թե Հայաստանի թե Արցախի համար շատ լավ բաներ է արել։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի առաջնային խնդիրն է իբրև քաղաքական միավոր կամ անհատ իրեն մաքսիմալ մեկուսացնել, որպեսզի մոբիլիզացիա չլինի դիմադիրների շարքում։ Մենք մեր ժողովրդի հետ պայքարում ենք, որ մեր երկիրը ի վերջ ազատվի այս չար իշխանություններից։ Կարևոր չի թե ում կողմից կազատվի, որ մի հայի ձեռքով կազատվի։ Կարևորը ազատվենք։ Էս է այս մարդկանց պատկերը, Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում, բարերար ազգային, Սամվել Կարապետյանը Երևանի բանտում, սրբազանները բանտերում։